Նախընտրական միջադեպերը շարունակվում են, Վանաձորում վնասել են ելք դաշինքի գովազդային պաստառները, դրանք սև ներկով են ներկել, մի քանիսն էլ պոկել։ Քրիստ Մարուքյանը կասկածներ ունի, թե ով կարող էր դա կազմակերպել։ Կարելի է ենթադրել, որ այն մարդիկ, ում խանգարում է Հետմոն Մարուքյանը, իսկ դա հանրապետականի կողմից առաջադրված մարդիկ են հիմնականում Լոռու մարզում, հիմնական մրցապայքարը մենք ինչպես միշտ նշել ենք հանրապետականի հետ է մեր ընդհանուր պայքարը, հետևաբար ենթադրություններս ուղղվել էին այդ ուղղությամբ։ Վանաձորի քաղաքապետը սակայն հերքում է միջադեպին հանրապետականների մասնակցությունը։ Մամիկոն Ասլանյանը վստահ է, որ պաստառները փչացնողները քաղաքական հոտառություն եւ կողմնորոշում չունեցող մարդիկ են։ Կն այնքան թույլ ուժ չի, որ նախընտրական պաստառներ պատրելու միջոցով ինչ որ քարոզչական հնարքներ օգտագործի, կարծում եմ ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի։ Մինչ այդ դաշինքի ներկայացուցիչներն այսօր շրջել են Երևանի վարչական շրջաներում եւ նորից ելքի միջոցով ելք առաջարկել։ Տավուշում գտնվող Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ներկայացուցիչներն էլ գոհ են նախընտրական հանդիպումներից, չնայած կարծում են, որ ժողովրդին ճնշում են եւ թույլ չեն տալիս մասնակցել իրենց հանրահավաքներին։ Մեր իշխանություններից եւ մենք տեղեկություններ ունենք, որ փորձում են այս կամ այն միջոցներով, լծակներով ազդել, որպեսզի ժողովուրդը չհավաքի։ Լրագրողներին կրկին հետաքրքրել է Սերան Օհանյանի ունեցվածքը, լուրեր են պատտվում, որ պաշտպանության նախարար աշխատած տարիներին նա Սևանում սեփական տուն է կառուցել, իսկ Ֆրանսիայում հիվանդանոց ձեռք բերել։ Այդպիսի բան չկա։ Ես այդ հիվանդանոցը նվիրում եմ ձեզ բոլորին։ Տավուշում է նաև Գագիկ Ծառուկյանը, նախընտրական հանդիպումները սահմանամերձ մարզից է սկսել, քանի որ վստահ է, պետության զարգացումը կախված է երկրի անվտանգությունից։ Ծառուկյանը ոչ փողի, ոչ պաշտոնի կարիք չունի, բայց չի ուզում ձեռքերը ծալած նստել, ուզում է օգուտ տալ ժողովրդին։ Մարդու ղադերն էլ գիտեմ, խնդիրներն ու խնդիրներն էլ գիտեմ եւ դրանց լուծման ձևն էլ գիտեմ։ Հարվեր չեմ ավարտել, բայց այնպեսի ճանապարհ եմ անցել։ Գիտեմ մարդուն, աշխատող մարդուն ինչ է անհրաժեշտ։ Բերթավանում հանդիպման ժամանակ գյուղացիներից մեկը հիշել է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն պարտք է։ Ծառուկյանն առաջարկել է անմիջապես վճարել խաղողի դիմաց պարտքը, իսկ լրագրողներին հորդորել է դա որպես ընտրակաշառք չընկալել։ Բերթավանցին սակայն բարեհոգի է գտնվել, հարցը հաջորդ մթերման ժամանակ կլուծեն։ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսուଆ Օլանդի հրավերով պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնել։ Փարիզում նա կհանդիպի իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, նախատեսված են նաև այդ երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ։ Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր կստորագրվեն։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարական մեծ պատվիրակությամբ Ղրղստանում է, Բիշքեկում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում ունեցած ելույթում Կարեն Կարապետյանը կարծիք է հայտնել, որ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցերի լուծման առումով սա ճիշտ հարթակ է, բայց այն լիարժեք չի օգտագործվում։ Я более чем уверен, что мы не используем пока потенциал, весь который предполагает Евразес. И Армения намерена в этом пути очень методично и планомерно работать. Բիշքեկում Կարապետյանը հանդիպել է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, գործընկերները քննարկել են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, մեղրու ազատ տնտեսական գոտուն, հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող այլ հարցեր։ Դոնալդ Թրամփը մահմեդական բնակչությամբ երկրների դեմ հերթական հրամանագիրն է ստորագրել։ Այս անգամ Միացյալ Նահանգներ այցելելու հնարավորությունից զրկվել են 6 երկրների՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիները։ Այս պետություններից մի քանիսն ընդգրկված էին նաև միգրացիոն քաղաքականության շուրջ Թրամփի նախորդ հրամանագրում, որը սակայն երկրի դաշնային դատարանն արգելափակել էր։ Նոր հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 16-ից։ Դրանում սակայն ոչ մի խոսք չկա սիրիացի փախստականների ընդունման ամբողջական արգելքի մասին։ Հացբերողը Արթուր Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքից ընդհանուր հիվանդասենյակ է տեղափոխվել, բայց շտապում է դուրս գրվել հիվանդանոցից։ 25 օր տևած հացադուլից հետո Սարգսյանը համեմատաբար կազդուրվել է, արդեն նորմալ սնվում է, բայց բժիշկների պնդմամբ դեռ հսկողության կարիք ունի։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը երեկ վերացրել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ նրան քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխել։
Արմավիրի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել Մուսալեր գյուղի տներից մեկը փլուզվել է։ Դեպքի վեր ժամանած փրկարարները փլատակների տակից դուրս են բերել տարեցտան տիրուհու 93-ամյա Ազնիվ Մուրադյանի դին։ Փրկարարական գործողության ընթացքում նոր փլուզման վտանգ է եղել։ Պատահարի պատճառները պարզվում են։ Իսկ Երևանի Սարալանջի ճանապարհին շղթայական ավտովթարի հետևանքով վիրավոր կա։ Իրար է բախվել 5 ավտոմեքենա, որոնցից 2-ը տաքսի ծառայության մեքենաներ։ Տուժածին հիվանդանոց են տեղափոխել։ Եվս մեկ խոշոր վթար տեղի է ունեցել Լոռու մարզում։ Վանաձոր Ստեփանավան ճանապարհին իրար են բախվել Նիվա եւ Volkswagen Մագնիշի մեքենաները 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Ինչքան ես խոսացել ասա։ Չեմ խոսացել։ Այդ տնաշեն թերզը խաչը մետրը, այս ինչքան ես խոսացել։ Ինչքան է խոսացել բացել ասա։ Չի կարա խոսալ։ Չէ։ Ես որ ստեղ եմ ինքը ինչ կա։ Ինչքան ես խոսացել Հայրիկ ջան, հələ ասա։ 13 14 ես կարտերով չես խոսացել։ Ելք կա, ուզում ես տուր կապուտան է։ Մարտի 7-ին դոլարն ու եվրոն էժանացել են, դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը 514, ռուբլունը 8 դրամ 37 լումա, ֆունտինը 593 դրամ։ Մարտի 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում, գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0-ից 2, ցերեկը 11-ից 13 աստիճան տաքություն։